Մի հայտարարություն եմ ուզում անել, ուշադրություն, ես որ տեսանյութերը դնում եմ սիրելիներս, ես բար առ բար հանգամանալից բացատրում եմ ամբողջ էությունը, ոնց եմ պատրաստում։ Խնդրում եմ, ես առանցին բաղադրատոմսեր ոչ ոքի չեմ ուղարկում։ Իմ տեսանյութը այնպես եմ ես նկարահանում, որ բաղադրատոմսի կարիք չի լինում, իսկ եթե դուք ինչ-որ հարցեր ունեք, ես դեմ չեմ, հարցերը տվեք, ես կպատասխանեմ ձեզ, սիրելի հետևորդներ, օրինակ, ինչի համար եմ ես ասում հիմա ես, որովհետև պիցցայի խմորը ես պատրաստեցի, դրեցի տեսանյութը իմ կայքում, պիցցայի սոուսը, այն ինչ որ պատրաստել էի մեծ ամանով ռեստորանում, սիրելիներս, դա էլ է իմ կայքում, բոլոր ինչ որ ես պատրաստում եմ, բոլորը իմ կայքում է, որպեսզի շատ չնեղանաք, շատ չձանձրանաք, ինչ որ վատ կոմենտներ չգրեք, սիրելիներս, վատ կոմենտներ են գրում, խաբում ես, բայց ես այսքան ժամանակ ոչ ոքի իմ տարիքը ինչքան ունեմ, ես ոչ ոքի չեմ խաբել, սիրելիներս, ես ինչ որ ասում եմ, այն եմ ասում, այն ինչ որ անում եմ, ես իմ բաղադրատոմս որ ասում եմ, նկատի ունեմ, ես բանավոր, որ խոսում եմ, ես ոչ մի անգամ գրավոր չեմ գրում, մի անգամ եմ գրել, այն էլ մեկը գրելուց հետո էլի նորից հարցրել են, ես իմ բաղադրատոմսը, որ ասում եմ, այդ իմ տեսանյութերն են, ես բանավոր եմ ասում, բանավոր ասում եմ չափերը, ցուցադրում եմ չափերը, իմ կարծիքով դա բավական է, դրա համար պետք չի ինձնից նեղանալ և վիրավորական խոսքեր գրել, ժողովուրդ ջան, ավելի, ես ճիշտ եմ գտնում ավելի, որ ես բանավոր և բացատրում եմ և ցուցադրում եմ, դա ավելի մատչելի է, ես էլ կարող եմ մնացածի նման ոչ մի բան չասեմ, բաղադրատոմսը գրեմ ու դնեմ, ուղղակի պատրաստ եմ, հիմա ինչքան դա մատչելի կլինի չգիտեմ, չեմ խոսի, բայց կարող եմ բաղադրատոմս գրեմ, բայց իմ կարծիքով, իմ այս պրոցեսը ավելի մատչելի է, ավելի հասկանալի է բոլորի համար, մեծ թե փոքր, գրեք կոմենտներում, ես ճիշտ եմ, թե սխալ եմ, եթե ես սխալ եմ, սիրելի հետևորդներ, ինձ ասեք, որ ես սխալ եմ, պետք է գրեմ բաղադրատոմս ու ոչինչ չասեմ, ցուցադրեմ արագ-արագ և բաղադրատոմսը գրեմ դնեմ, 5 րոպեի ընթացքում, բայց իմ կարծիքով ես ճիշտ եմ, դուք էլ գրեք ես իմանամ, ճիշտ եմ թե սխալ եմ, դրեք պլյուս կամ մինուս, բոլորդ, խնդրում եմ մի մարդու նման, գրեք Ռոզա տատիկ, դու սխալ ես, մինուս դրեք, վերջ, Ռոզա տատիկ դու ճիշտ ես, պլյուս դրեք, որ ես իմանամ, բարի օր իմ սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ պատրաստեմ թխվածք, հիմա ես ձեզ ցույց տամ բաղադրիչները, սիրելիներս, 200 գրամ կարակ, 100 գրամ շաքարավազ, բայց 200 գրամ է իր շաքարավազը, ես վերցրել եմ 100 գրամ, եթե դուք ուզում եք վերցնեք սիրելիներս, 200 վերցրեք 200 գրամ, մի պտղունց աղ, հիմա 4 հատ ձու, սիրելիներս, 8 ճաշի գդալ կաթ, 350 գրամ ալյուր, փխրեցուցիչը խառնում եմ ալյուրին, փխրեցուցիչը 15 գրամ է և դեղցի պահածո, ծմերվա պահածո, դեղց, հիմա դեղցը հանել եմ ջրից, 4 հատիկ լրիվ դեղցա, իսկ կիսածը դումա 8 մասի բաժանած, 4-ը բաժանում ես դառնում 8 մասի, կես-կես, 8 հատ կես-կես, առաջինը վերցնում ենք կարագը, հիմա ցում եմ շաքարավազը և
մի պտղունց աղ, սիրելիներս։ Մի պտղունց։ Ես երկուս վերցրեցի, որովհետև շատ քիչ վերցրեցի, ընդհանուրը մի պտղունց։ Կամ երկու պտղունց քիչ։ Հիմա պետք է ինչ որ գցեցի մեջը բաղադրիչները, հիմա պետք է խառնեմ։ Էլեկտրական հարություն։ Հիմա այսպիսի տեսք ստացա մեր կարագը եւ շաքարավազը։ Այսպիսի տեսք ստացավ, հիմա պետք է լցնեմ ձուն, 4 հատիկ, ինչպես ասել էի։ Նորից հարիչով հարում։ Հիմա սիրելիներս, ինչպես ձեզ ասել եմ, 8 ճաշի կտալ կաթ է, սիրելի ժողովուրդ։ Հավկիթը գցելուց հետո, սիրելիներս, անմիջապես մի քիչ հարեցի, մի փոքր ժամանակ մի քիչ հարեցի ու լցրեցի կաթը։ Հիմա կաթի հետ եմ հարում։ Հիմա փխրեցուցիչը խառնում եմ ալյուրի հետ։ Ալյուրը քիչ ենք լցնում, հիմա կլցնեմ այսպես, սա կշաղեմ, առաջին հերթին, կհարեմ, լցրու, սիրելիներս վերջինն եմ լցնում ալյուրը, ջեռոցը միացրած է, 180 աստիճան, վերև ներքև, 25-ից 30 րոպե, ուշադիր կլինեք սիրելիներս, 25-ից 30 րոպե, որ հետո ավել լինի, սկզբից դրեք 25, հետո կստուգեք, կտեսնեք, եթե լավ է, կհանեք, չէ, ուրեմն 5 րոպե էլ կթողնեք։ Ես էլ ձեզ նման, ստուգելու եմ, 25 եմ դնելու։ Մեր խմորը պատրաստ է։ Հիմա լցնում ենք մեր հրաշք ամանի մեջ։ Pause. Հիմա տարածում ենք ամանի մեջ, ինչքան հնարավոր է հավասար տարածենք։ Շատ լավ խմոր է ստացվել։ Հիմա մեր դեղցը այսենց պետք է բաժանենք այսպիսի մասերի։ Ես բոլորը չեմ կտրելու։ Տեսնեմ ինչքան է, որ տեղադրեմ խմորի վրա, ցանկվածի վրա, որ տեղադրեմ, կտեսնեմ ինչքան է, հետո նորից կշարունակեմ, եթե պակասություն անի։ Հիմա այսպես տեղադրում ենք։ Ուղղակի։ Վերջացրեցինք։ Ամբողջը պատրաստ է, մեր խմորեղենը պատրաստ է արդեն։ Հիմա պետք է դնեմ, գազօջախն էլ է պատրաստ, հիմա պետք է դնեմ գազօջախի մեջ։ Մեր խմորեղենը պատրաստ է լիովին։ 25 րոպեն լիարժեք էր։ Հիմա ձեզ էլ ուզում եմ ձեր մոտ ցույց տամ։ Հիմա 5 րոպե թողնենք, թող մի քիչ հանգստանա գազօջախից հետո ասեմ նախորոք, որ հետո չասեք այդ ինչ էր, ռոզատատիկ շաքարի փոշի եմ ցանելու վրան, բայց պետք է թողեմ սառի, նոր ցանելու է։ Ես պատրաստի վիճակում ձեր առջև դրած է իմ խմորեղենը։ Իմ սիրելի հետևորդներ, հիմա կկտրեմ մի քիչ և կփորձեմ, թեկուզ ամբողջովին չի սառը, բայց ոչինչ, ես կկտրեմ, մի փոքրիկ կտոր կկտրեմ։ Շատ լավ է։ Հիմա մի քիչ շաքարի փոշի կավելացնեմ, գեղեցկացնեմ, թեկուզ ինքը շատ գեղեցիկ էր։
ու հիմա կփորձենք սիրելիներս։ Ես փորձեմ դեղցովը, ոցես ասեմ։ Համեղություն սիրելիներս, պատրաստեք, անուշարեք, ինչ ասեմ, շատ շուտ է լինում, հյուրերի դեպքում շատ շուտ պատրաստվող խմորեղեն է, և հաճելի է, և շատ քաղցր չէ, և առանց կրեմի, մարդիկ հիմա շատերը սիրում են առանց կրեմի, բայց սիրելու վրա է, հիմա ձեզ ասեմ, ընտիրություն շատ համեղ է, պատրաստեք և անուշարեք։ Մեզ մնում է, սիրելիներս, հաճույքով հետևել, հավանել և տարածել։ Մնացեք Ռոզա տատիկի հետ, սիրեք իրար։ Ես ձեզ շատ եմ սիրում, իմ սիրելի հետևորդներ։